Հայաստանյաց համայնքը մի անգամից թափառավ։ Ինչ իմաստով։ Ճանապարհը, որ մենք անցանք 20 տարի, 25 տարի, 30, իրենք շատ ավելի արագ։ Ինչ իմաստով հարստանալու։ Հարստանալու եւ ազդեցություն ունենալու։ Շատ լավ ուրվագծեցիք համայնքի քարտեզը։ Քաղաք գտեք, որ որևէ այս հարանվանություններից մեկը մի եկեղեցի դպրոց չկառուցի եւ մյուսը շտապ չգնա եւ նույն բանը կառուցի։ Հիմա չեք հավաքվում քննարկեք համայնքի դիրքորոշումը ինչ է։ Եկավ, որ երկու ուրեմն եկեղեցիները միանան, բայց չեղավ։ Ինչու է բաժանված եւ պարակտված համայնքը։ Աշխատում են ասել, այո, մենք միասնական ենք, բայց ես անձամ դա չեմ տեսնում։ Ես ամբողջ ընթացքում պատճառն եմ ուզում հասկանալ։ Մեր ժողովուրդը շատ շուտ ոգևորվում է։ Հուսանք այս անգամ լավ Եվ բան։ շատ լուսախապվում է եւ իրավունք ունեն, որտեղ մեր ժողովուրդը խելացի ժողովուրդը իրենց չի կարելի խաբել։ Եթե դիտում եք մեր զրույցներն ու հավանում, խնդրում եմ սեղմեք լայք, բաժանորդագրվեք Էլսկոպ ալիքին, նաև ակտիվ եղեք մեկնաբանությունների մեջ, գրեք ձեր կարծիքը, առաջարկեք թեմաներ ու ես անպայման կարձագանքեմ։ Իսկ այսօր ես զրուցելու եմ Լոս Անջելեսի Իրանահայ միության խնամակալ մարմնի գործադիր տնօրեն Թոմիկ Ալեքսանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ալեքսանյան։ Լավ եք։ Ասեք լավ, որ լավ լինի։ Լավ եք, հաստատ։ Պարոն Ալեքսանյան, ձեզ ճանաչում եմ իբրև համայնքի ամենաակտիվ անդամներից մեկը, ով ներգրաված է եղել համայնքային գրեթե բոլոր կառույցների, գրեթե բոլոր միջոցառումներում, սկսած մշակութային, քաղաքական, հասարակական, մինչև բարեգործություն։ Այնպես որ ով, եթե ոչ դուք, ամենալավը կարող եք բնորոշել Լոս Անջելեսի այսօրվա համայնքը։ Ինչպիսին է այսօր մեր համայնքը։ Ես եղել եմ համայնքի մեջը 1978-ից այս միջև այսօրը։ Տեսել եմ վերապրումներ, տեսել եմ համայնքի աջակցությունները, մի կողմից կարելի ասել համայնքը, որ իրեն շատ ուշադիրել չէին շրջանակները, այսօր հաշվի են առնում հայերին։ Դուք տեսնում եք, օրինակ եթե բերեմ, Գլենդելում այսօր հայ համայնքը ակտիվորեն չնայած 50% ավել չի, բայց ամենաակտիվն է եւ տեսնում եք քաղաքի խորհուրդը եւ բանը մեծամասնությունը, ջախջախիչ մեծամասնությունը գրավում են պաշտոնները հայերը, բայց դրանք մի մասնիկի մնացածը այդ համայնքի մեջ քաղաքական ուժերը իրար հետ ինչպես են վերաբերվում, իրենց հարաբերությունները ինչպես է, դա դրա մեջ շատ ասելիքներ կան։ Այո, ասացիք 50% չի անում, բայց իմ կարծիքով դե յուրե ճիշտ է 50% գրանցված չի, բայց դե ֆակտո 50%-ից ավելի չեն հայերը Գլենդեյլում։ Այո, նայեք պաշտոնական մենք գիտենք, որ հստակ թիվ չկա։ Մանավանդ որ հայերը շատ շուտ են տեղափոխվում։ Բայց տվյալները նախքան որ լինում է ուրեմն այդ հաշվարկությունները, որ կառավարությունը անում է 10 տարի մեկ, 20 տարի մեկ, տվյալները գալիս է այն տուները, ընտանիքները, ապարտմանները, որ գործածում են լույս, ջուր, գազ։ Դպրոցները, մանկապարտեզները, Գլենդելի քոլեջը, սրանք ամեն տվյալները այսօրվա ցույց է տալի, այո, մենք 50%-ից ավել ենք, բայց մենք ասում ենք պաշտոնական ասում ենք մոտավորապես 50%-ը ժողովրդի հայերն են եւ մանավանդ Գլենդելը կոչվում է Հայաստանից դուրս, Երևանից դուրս դիասպորայի ուրեմն մայրաքաղաքը։ Բա ոնց եղավ, որ դիասպորայի մայրաքաղաքը, Սփյուռքի մայրաքաղաքը այսպես կոչված, այսքան պարակտված համայնք ունի։ Դուք ինչպես նշեցիք, ակնարկեցիք քաղաքական ուժերի իմաստով համախմբվածության մասին։ Խնդրեմ, դուք ինչ եք մտածում։ Այո, տեսեք, երկու կարևոր կողմեր կան, բևեռներ կան։ Մեկը այսպես են կոչում իրենց եւ այդպես են ակնկալվում ժողովրդի կողմից մեծ ընտանիքը, իրենք ասում են մեր մեծ ընտանիքը, որտեղ սա ավելի շատ լինում է Սփյուռքի հայության ավանդական Սփյուռքը, այո, նախկինների այստեղ էլ կան նախկիններ ու ներկաներ, փաստորեն։ Այո, տեսեք այդ հիները, որ ինչպես ասում են, եղել է Անտիլիասի այդ համայնքը, ինչպես
Հայաստանից դուրս կոմունիստական ժամանակ մեր սրբազանները, մեր առաջնորդները բոլորը եկել են Անտիլիասից, բայց այդ հեղափոխություններից թե Հայաստանի, թե Պարսկաստանի, թե Բեյրութի եւ թե Սիրիայի փոխվեց Հայաստանի համայնքը, որ առաջ շատ ավելի քիչ դերակատարություն ուներ, այդպեսով զարգացավ։ Այսօր մենք ունենք մեր հիմնական եկեղեցիները, որ ամեն քաղաքում ունենք այս թեմի, այն թեմի եկեղեցիներ ունենք կաթոլիկների, եկեղեցիներ ունենք ավետարանական։ Նրանից հետո գալիս են կուսակցությունները, ավանդական կուսակցությունները։ Այդ ավանդական կուսակցություններն էլ աշխատանքներ են տանում։ Մեկը շատ, մեկը քիչ։ Ուրեմն դրանից հետո գալիս են այն կազմակերպությունները, որ շատ հինից եղել են, ասենք հայ բարեգործական ընդհանուր միությունը, որ ես պատիվ ունեցել 6 տարի ելել փոխատենապետ լինել, դրանք ամեն ունեցել են մեծ ներդրում, որտեղ ամենահարուստ ուրեմն կազմակերպությունն է։ Եկեղեցիներից կամ կուսակցություններ, կարող եմ ասել, որ ամենահարուստը։ Եվ նրանք գործունեություն են ունեցել շատ, եւ նրանից հետո ուրեմն եկել են տարբեր միություններ։ Մենք այս տարի լինում ենք 70 տարեկան, փոքր մասնիկն ենք անկախ միությունների, Իրանահայ միությունը։ Նույնպես լավ աշխատանք է տանում Պոլսահայ միությունը։ Կային հիմա դեռ ավելի աշխուժ են։ Եվ Իրաքահայ միությունը, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Հայաստանյաց համայնքը միանգամից թափառավ։ Այո։ Ինչ իմաստով։ Այն իմաստով, որ շատ շուտ իրանց ինտեգրացիա եք ասում, հասկացան շուտ այս համայնքի, սա իմ տեսակետն է, եւ կարողացան այն ճանապարհը, որ մենք անցանք 20 տարի, 25 տարի, 30, իրենք շատ ավելի արագ։ Ինչ իմաստով հարստանալու։ Հարստանալու եւ ազդեցություն ունենալու։ Ազգային աշխատանքների մեջ է ավելի ուշ ներգրավվեցին, բայց այսօր դրությունը օր փոխվում է, ավելի հավասարվում է։ Հիմա գնում ենք հին թեմը, ես կասեի, չեմ ուզում ասել, որ հին կուսակցություններ։ Հին թեմի մեջ բոլորին արդեն շատ հայտնի է։ Ամենաուժեղ կուսակցությունը եղել է դաշնակցությունը, օքեյ։ Իրենց մեջ է, ասում են հայ դատ, ամերիկացիների կամ նույնիսկ մեր հայերի շատերի մեջ ասում են հայ դատ։ Կասում են սա ամբողջ այս բևերների ամեն հայության ներկայացուցիչն է։ Այո, այդպես էլ կարող է լինի, որտեղ նրանք շատ լավ աշխատանք են տանում։ Բայց երբ որ ասում են հայ դատը մասնիկն է այդ կուսակցության։ Այո, բայց իրենք ձևակերպել են բոլորի օրակարգը, քաղաքական օրակարգը շատ լավ հստակ ձևակերպել են։ Ինչու ասեմ։ Տեսեք, հիմա ունենք Armenian National Committee եւ ունենք Armenian Assembly։ Armenian Assembly-ն Վաշինգտոնում ես իմ տեսակետով կասեիմ, իրանք ավելի մեծ աշխատանք ունեն համեմատաբար, քան թե եսին, պատրաստության աշխատում։ Քան հայդատը։ Այո, օրակարգը նկատի ունեի։ Մեկը մի ափում է ակտիվ, մյուսը մի ափում, բայց օրակարգը կարծես թե նույնն է։ Գրեթե նույնն։ Եվ հիմա բարեգործական իրան համար տարբեր ձևի աշխատանք տանում, բարեգործական մեծ աշխատանք է տանում, ինչպես գիտեք, Հայաստանում, Հայաստանի եւ Արցախի մասնակից էր հայրենաշինության, Էջմիածինի գրեթե կարող եմ ասեմ, միջև այն ժամանակ, որ ես տեղյակ եմ, 60-ից 70% բաջետը բարեգործականն էր հոգում, որտեղ ունեն միլիոնների, միլիարդ կարողություն, որպես հայկական կազմակերպություն, շատ ուժեղ են, եւ իրանք ունեն շատ ուժեղ բորդ, շատ հանրահայտ հայեր, որոնք իրանք զբաղվում են այդ գումարը, այդ կապիտալը, որ իրանք ստեղծել են, այդ խումբն է կառավարում։ Իրենց հայացքը մի ժամանակ դեպի Կալիֆոռնիա էր եւ Նյու Յորք։ Հիմա իրենց հայացքը դեպի հայրենիք է, իրենց մեծամասնություն ներդրումներ դեպի Հայաստան է, եւ այստեղ քիչ-քիչ պակսավ, 16-ը մի քանի մասնաճյուղ եւ բաջետներ պակսավ։ Այսինքն դպրոցների բաջետները միանգամից ավելի կրճատեցին, ասած են հայրենիք ավելի կարևոր է։
Պարոն Ալեքսանյան, շատ լավ ուրվագծեցիք համայնքի քարտեզը։ Ես իմ նախորդ հարցում մի փոքր առաջ ընկա եւ բնորոշում տվեցի, ասացի, որ ինչու է բաժանված եւ պարակտված համայնքը։ Չէի ուզենա առաջացնել ձեզնից, կուզենայի ձեր կարծիքը հարցնել։ Այսօր արդյոք համայնքը այս գեղեցիկ նկարագրությունը, որ բերեցիք, քաղաքական հասարակական բարեգործական մշակութային, արդյոք պարակտված չեն այս կառույցները։ Ես իմացեցի մի հարց կտամ։ Եթե դու կարողանաք դա մեկնաբանեք, ես դրա արդի պատասխանը ունեմ իմ կարծիքով։ Դու գիտեք ինչու մեր երկու եկեղեցիները փորձը եղավ որ միանան։ Անտիլիասի վեհապարը եղավ Հայաստանի վեհապար։ Ամենաուժեղ։ Գարեգին առաջինը։ Այո։ Ես բարեբախտաբար բախտ ունեցել եմ, իրեն հետ շփվել եմ։ Ես նույնպես։ Եվ երբ որ մեկ ունեցանք այն ժամանակ որ ավելի համախմբված համանքեր այդ UAA այսինքն այն կազմակերպություն որ Գրիգորյանը Հայաստանին օգնում էր օթանավներով ամեն ամիս միլիոնների բաներ ուղարկում Հայաստան եւ այդ օրը Գրիգորյանն ժողովուրդ առաջ անգամ տեսավ Century City-ում եղավ մի անհավատալի ձեռնարկ եւ ամենը Ամերիկայի ամեն տեղից ուզում էին մեկ տեղ գտնեն աթոռ։ Ես այդ հանձնախմբի մեջ էի։ Դուք որ հանձնախմբի մեջ չեք եղել։ Այդ օրը ամբողջ Հայաստանի եւ Սփյուռքի ղեկավարությունը ներկա էր Կալիֆոռնիայում։ Այդ օրը երկու վեհապարներ կային։ Ես լավ հիշում եմ Արամ կաթողիկոսն էր կար եւ մեր Գարեգին Սրբազան երկուսն էլ նախկին ուրեմն Անտիլիասի վեհապարներ։ Այդ ժամանակ էր որ արդեն Սրբազան հայրը որ ես կարող եմ ասեմ որ եթե մի քանի վեհապարներ են եղել որ ես միշտ նրանց մասին լսել եմ եւ տպավորված եմ Պարսկաստանից նրանցից հետո Գարեգին ինձ համար մեծ սրբություն էր, որտեղ իրապես սրբություն էր։ Այդ սա իմ կարծիքն է, եւ միայն իմ կարծիքսեր չի։ Ինք արդեն այդ քանսերը տարապում էր։ Բերանը որ բացում էր խոսալու դժվարություն ուներ։ Եվ գիտեք, այդպես էլ մահացավ։ Ինքը պիտի եկավ, որ երկու ուրեմն եկեղեցիները միանան։ Բայց չեղավ։ Այս կոմանկոմից ես լսել եմ տարբեր սրբազաններից, խնդիրը շատ մեծ է, բայց երբ որ պատճառ եմ հարցրել, ամեն ինչը վերադառնում է գումարին, հարստություններին։ Դժբախտաբար այդ մեկը մեր հայ ժամանակ շատ խիստ է։ Մարդկա դու իրանք ասած ինչու հիմա չեն անում։ Պատճառը եթե գտնեն մեր միսաուրստերը, մեծամասնությունը դե եթե իմանան մեր բանա, որ պետք է պարգևնել առաջնորդի իրան կամ հետևի իրան կարող է միլիոններ վճարեն բայց այսօր երբ որ գալիս են ասում են ինչի տանք հիմնադրամը քի ասացեք 200 միլիոն հավաքեցիք միջով այսօրն էլ հայտնի չի ինչ եղավ չգիտեմ այս եւ այն եւ այդ իմ կարծիքով հիմնական խնդիրը մեր գումարային հարստությունների խնդիրն է մանավանդ այս պահին Սփյուռքում։ Դուք այսօր մեկ հատ նայեք, լավ բան է, ես ված չեմ ասում։ Այսօր Գլենդելում բացվում է ամենամեծ եկեղեցին։ Մեր Սուրբ Մարիամ Աստվածածինը։ Ամեն մեկը մեկն է տալի։ Բարեբախտաբար իրանայերը առաջ եկան Գլենդել։ Ամենամեծ համայնքը Գլենդելի 1975-6-ին իրանայերից սկսավ։ Բայց հիմա ամենից միասին եւ այդ եկեղեցիներ իր բարերերը պարսկահայ, ասենք իրանահայ են։ Բաները օտար քաղաքներում պոլսահայերը շատ մեծ դերակատարություն ունեն։ Շատ տեղերում իհարկե Բեյրութահայերը եւ բաները։ Եվ դուք նայեք, քաղաք գտեք, որ որևէ այս հարանվանություններից մեկը մի եկեղեցի կամ իր հարակից իրան դպրոց չկառուցի եւ մյուսը շտապ չգնա եւ նույն բանը կառուցի, որ իմ կարծիքով շատ լավ է։ Պարոն Ալեքսանյան, կներեք, որ ընդհատում եմ։ Տեսեք, ես խոսում եմ պարակտման մասին, դուք խոսում եք եկեղեցիների մասին, իմ դիտարկմամբ
Իմ դիտարկմամբ եկեղեցիները ամենամեծ միավորող ուժը ունեն այսօր դե ֆակտո Գլենդելումը, Լոս Անջելեսում, բայց ինչը չի կարելի ասել քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների մասին։ Սրանք պարակտված են եւ մեր օրակարգը այսօր միասնական առաջ տանող ուժ որպես այդպեսին չկա։ Ես ձեր կարծիքը միացումը ուզեցիմ հիմնավորել, ավելի շուտ ձեզ եւս վարստան ինքս ստացիմ բանանել, որ տեսեք չկարողացանք մենք ունենալ մեկ առաքելական եկեղեցի, չէ, դրա մասին շատ է խոսվում։ Նույնը գնացեք նայեք մրցակցությունը, մրցակցությունը շատ լավ բան է։ Այսօր երբ որ մենք ունենք 2 կամ 3 տարբեր, որ ամեն մեկ ուզում է ինքը իրեն գոյությունը պահել, այսօր ինձ շատ դժվար է։ Բայց առաջ միավորված էինք, առաջ ունեինք օրակարգ, առաջ կազմակերպվում էին միջոցառումներ, որոնք լրատվական օրակարգ էին նաև ձևավորում, չասեմ նաև պատերազմի օրերին, ինչ շռնդալից ցույցեր եւ ինչ աղմկոտ միջոցառումներ ու ցույցեր ու բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, որ ամբողջ լրահոսը ամերիկյան դրա մասին էր լինում, հենց մեր միասնականության մասին էր լինում։ Հին ժամանակ ամեն մեկ ունեին այդպես իրենց միությունները, ռազմավարությունները ջոկ, կուսակցությունները ջոկ եւ անկախ միությունները ջոկ։ Մենք ունեցանք բավական հաջողություն։ Միացումը մեր համար իմ կարծիքով լավ սկսեց Հայաստանի գլխավոր հիպատոսությունից։ Այսինքն երբ լինում էր մեծ միջոցառում, հետ-թեյբել ինչ-որ ասում են գլխավոր սեղանը, ով ուզում էր որ լիներ, նախագահ կգար, թե ինչ կլիներ, Հայաստանի գլխավոր հիպատոս եւ հիմնադրամի ատենապետը այդ գլխավոր, որտեվ սիմվոլ էր հայության համախմբան։ Դուք անցյալ ժամանակով եք խոսում, այսօր այդպես չէ։ Այսօր կարող եմ ասել դժբախտաբար ոչ։ Ինչն է պատճառը։ Պատճառը այն էր, փորձեր լինում է, բայց երբ որ այդ փորձերը գալիս է հիմնական այդ միացումին, այն չի, որ այսօր կար։ Հիմա ինչպես եղավ։ Մենք այդ համայնքական հիմնադրամը ստեղծվելուց ունեցավ բորդ։ Այդ բորդի մեջ ներգրավում էին 4 հարավանություններ, 3 կուսակցություններ, բարեգործական եւ հիմնական կազմակերպություններ։ Հոմենետմենը, Իրանահայ միությունը, բարեգործականը, Պոլսահայ միությունը եւ այլն։ Ամեն այդ բորդի մեջ մեկ հատ էլ նախագահ կար։ Նախագահ ժողով էր մենակ կառավարում։ Հիմնադրամը երբ որ տելետանը լինում էր, այդ բորդը որ մոտ 13 հոգի էին, բոլորն էին որոշում, որ այդ գումար որ տելետոնից գոյացել է, ինչպես է ծախսվում։ Ժողով էր լինում Հայաստանում, հիմա էլ լինում է, բայց այն ժամանակ այստեղի կառույցի ներկայացուցիչը գնում էր եւ այդ ժողովին որոշվում էր գոյացած դրամները Ֆրանսիա, South America, Ամերիկա, ինչպես այդ լրի բորդը որոշում։ Հիմա էլ ձևական այդ կա, բայց այդ համախմբում չկա։ Ուրեմն այդ կառույցը այսօր ես կարող եմ ասեմ, որ չկա։ Մենք ամեն 2 շաբաթ մեկ ժողով էինք անում մեր օրերին։ Հիմա ժողովն էլ եթե լինում է ձևականին գնում են ընդ, մա զեկույց է լսում, բայց այդպես որ ամեն ինչը քննարկում ես միջեմա չեմ տեսել։ Չնայած որևէ հայորդի իրավունք ունի գնա գրասենյակ, Հայաստան կամ ստեի գրասենյակ եւ ասի ես ուզում եմ ձեր հաշիվները քննարկեմ։ Ինձ ցույց տվեք, որ այդ չեկերը ստանում եք ինչպես եք դիպոզիտարը։ Բայց մեկ ոչ այդմա ոչ կարող է գնա։ Չէ փորձվում որ լինի։ Եվ ժողովներն էլ արդեն սահմանափակվել է այդ փոքր քանի օկանոց 7 օկանոց բորդի ես լսելով 6 ամիս մեկ էլ ժողով չի լինում։ Ավելի շատ private բան է եղել։ Դրա համար էլ երբ որ մենք ամեն համայնքը միացավ պատերազմի ժամանակ, եթե ամբողջ 12 տարվա մեջը, 20 տարվա մեջը հիմնադրամը գոյացել էր $150 միլիոն, ասենք թե, այդ մեկ ամիսվա մեջը մենք $200 միլիոն մենք գումար հավաքվեց։
հետո շուշկները դուրս եկավ։ Ինչի համար ծախսվեց, ինչպես եղավ, դրա մեջ մենք մեր օրակարգը չի, բայց ես անգամներ շատ բարձ եմ ասում, գիտեք, ես որովհետև անկողմնակալ եմ, կարող եմ ազատ խոսել։ Առանց ֆիլտրի։ Եվ հրավիրել եմ նույնիսկ։ Ասել եմ, ես էլ են հարցերը, որ ունեն համայնքը, ինչ եղավ, եւ որովհետեւ տեղյակ եմ 5 տարի տենդը հաշվական եւ թե որպես ատենապետ մասնակից եմ ելել, ուզում եմ կամ մի քանի հարց տամ եւ մերժվել եմ։ Այսինքն միավորող առանցքի հետ կապված կասկածները, որը Հայաստան համահայկական հիմնադրամներ, կարող է գործոն լինել համայնքի պառակտման։ Կարող է գործոն լինել, եթե անեն այն ինչ որ ես պարտականություն է, բայց երբ որ զեկույց չեն տալի, այն բորդը որ պետք է նստի, քննարկի, նայի, ես հիմա ճակերտերը շատ հանգիստ կբացեմ ձեր համար, բայց երբ որ գումարը մարդիկ տեսնում են գալիս է, բայց վստահություն չունեն, որ այդ գումարը ինչպես ծախսվեց, զեկույց տալիս է տարեկան, բայց այդ զեկույց է, ճիշտ է, Ֆրանսիայում հիմնադրամը ունի ամենաբարձր հաշվեկնիչ համաշխարհային, որ վարձված են, որ քննեն, բայց նրանք քննում են ինչ որ նրանց զեկուցում է։ Այո, նաև կարծում եմ Հայաստան համահայկական հիմնադրամից բացի, այդպես համախմբման օղակ էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ձևավորված խորհուրդը, որի մեջ, եթե չեմ սխալվում, 40 քաղաքական, հասարակական, կրոնական, մշակութային, բարեգործական կազմակերպություններ գրավվեց։ Ուր է այս խորհուրդը հիմա։ Դա մի փոքր բոլորի մեջ շփոթություն կա, թողեք ես ասեմ, որովհետև հիմնականում սկսվեց Armenian Genocide 100th Anniversary Committee։ Այո։ Okay։ Ուրեմն այդ կազմի մեջ կային, եթե չեմ սխալվում, 12-13 այդ նշանավոր կազմակերպություններից, որից ընտրվեց 5 հոգի բորդ, եղավ այդ կազմակերպության կանոնագրությունը։ Եվ այդ կանոնագրության 5 հոգուց պետք է ընտրվեր 1 նախագահ, 1 փոխնախագահ, 1 գանձապահ եւ 1 քարտուղար։ 13-ը նստեցին, ասեն փակ քվարկության ընտրում ենք ատենապետ։ Սա պատմություն է, իրականություն է, արձանագրությունները կա։ Եվ 3 հոգի ամենաբարձր ձայները բերան, բայց ոչ մեկը չլրացրեց պայմանը։ Որտեղ ասում ով 70%-ից ձայն բերի նա է նախագահ լինում։ Okay։ Ուրեմն առաջին եկավ 3 հոգի ելան։ Ասա կապ չունի ով ամենաբարձր բերը։ Եվ այդ 3-ից մեկն է դժբախտաբար կամ բարեբախտաբար ես էի։ Ուրեմն ասան դե լավ, ինչ պետք է անենք։ Նորից քվարկենք։ 3 անգամ քվարկեցին, ոչ մեկ իրեն բանից ցած չեկավ։ Ես հրաժարվեցի։ Ասեմ, ես իմ տեղը ստալիս եմ, կարող է սառույցը կոտրվի, որ կարողանանք մեկ ատենապետ։ Դա էլ չեղավ։ Վերջը շատ չմանրացնեմ, մենք ունեցանք այդ 5 հոգու մեջ 3 համանախագահներ, 1 գանձապահ եւ 1։ Սա իրականություն է։ Այո։ Եվ այդ բանը վերջացավ շատ հաջող 150,000 մարդ քայլեց Հոլիվուդից դեպի դեսպորատու։ Մեզ բանի մեջ ամբողջ թերթերը աշխարհում գրեցին։ Գիտեք, վերջացավ, այդ կորիզ արդեն բավական համբավ էր ճարը։ Ասան չկորցնենք։ Это юкар Centennial Committee, Armenian Հարամյակի եկան եւ ասում մենք շարունակում ենք։ Ասացին, որ Centennial-ը վերջացավ, էտիկա ad hoc committee էր, Հարամյակի համար էր, եկացին այդ սին վեսրեցին եւ այդ բանը շարունակեց։ Մյուս հանձնախումբ կար, որ Լոս Անջելեսի բոլոր այդ կազմակերպությունները մոտ 70 բան ամբողջ Կալիֆոռնիայի մասնակցեցին դրան, որ ապրիլ 24-ն էին նշում։ Դա էլ կամաց իրեն թափից ընկավ, չնայած գոյություն ունի։ Եկան ստեղծեցին Pan-Armenian Committee։ Կարծեմ դուք դրա մասին եք խոսում, որ այս վերջերը գոյություն ունի,
աշխատանք է տանում եւ այս վերջերը մանավանդ այս ընտրությունների բաների մոտը մենք ունեինք նվազագույն ամիսը 1 ժողով բոլոր այդ կազմակերպիչը Փան Արմենյանի հիմա արդեն 3 ամիս է անընդհատ ասում եմ այսից պատճառով հետաձգում այնից պատճառով հետաձգում է որովհետեւ օրակարգ էլ չունեն պետք է կան քննարկեն Հայաստանի վիճակը ինչ է Ռուսաստանի կողմը պետք է գնանք մենք ավելի շատ դեպի Եվրոպա ամեն մեկ մեկնաբանություն անում Այո, հիմա չեք հավաքվում քննարկեք համայնքի դիրքորոշումը ինչ է Հիմա այդ համայնքի դիրքորոշումը պետք է այդ միացյալ մարմին է ուզում է Pan Armenian ուզում են Armenian Genocide Committee ուզում են իրար հետ համախմբելով բանանեն բայց դժբախտաբար չկա Pan Armenian իր բանանմա եւ ուժել չունի որտեղ ուժ չունեն քվարկությունը չեն կարող Պատճառը ո՞րն է Պատճառը այն է որ մենք հետ գնացինք գումարին ուժին եւ ով ավելի ուժեղա Մենք հայերի մենք գալիս ասում են ես 100 տարի ես եմ այս համայնքը պահե հիմա էս պետք է լինի մյուսը ասում չէ մենք էլ 12 կախաղաններ ունենք մենք էլ ենք շատ զոհտով մենք էլ ենք այսինչ արե բայց երբ որ գալիս ես հիմնականին այդ օրերը որ պետք է լինի վերևում մի ուժ որ բոլորին համախմբի այն ժամանակ հիպոթեզները ունեին այդ ուժը եւ ժողովուրդն էլ դեր ավելի ռեսեպտիվ էր ինչպես ասում բայց հիմա այդ մղիչ ուժը որ լինի դա չկա մնացածներն էլ ինչ են ասել մակերեսային աշխատում են ասել այո մենք միասնական ենք բայց ես անձամբ այդ դա չեմ տեսնում Պարոն Ալեքսանյան դուք ձեր խոսքում էլ նշեցիք որ որևէ կազմակերպության անդամներին երբեք չես տեսնի մյուս կազմակերպության միջոցառման ժամանակ հատվածական է համայնքը բայց հիմնականում իրանք են լինում Այո ճիշտ է բայց Հայաստանից եկած համայնքը վերջին տարիներին ոչ մի կազմակերպության շրջանակներում չես տեսնում այսինքն իմ դիտարկմամբ կարիք կա միավորելու հայաստանյան համայնքը դուք այստեղ ներուժ տեսնում եք միգուցե միավորելու հայաստանյան համայնքը եւ դրա շուրջ ձևավորելու նոր դեմքը այստեղի համայնքի Ես արդեն ձևավորվում է բայց դեր կազմակերպչական խնդիրներից շատ լավ գիտեմ ավանդական իրանք չեն եղել առանց հայրենիքի ավելի հմուտ են Բեյրութահայերը Սիրիահայերը նույնիսկ Պոլսահայերը Իրանահայերը այդ ունեն գոյատևման համար իրանց երկրներում այս ամեն ինչը փոքր մասշտաբով արել են հիմա մյուսը գալիս է եւ մասնակցում են ամենտեղ մենակ մեկնա որ մեծ միջոցառումները ջախջախից իրանք լցնում են ասենք ես 2 շաբաթ առաջ բան էի Արամեի կոնցերտ էի բարձր մեծ ամասնությունը մեր հայաստանցի համայնքներ հետո կարողացեմ Իրանահայերը եւ ավելի քիչ դա ավելի շատ դերգրավում են կրթական համակարգում տեսեք հայաստանյան համայնքը շաբաթօրյա դպրոց ճամբարներ հայկական դպրոցներ վարժարաններ եւ այլն շատ մեծ ներդրում են բայց բարեգործականը իրեն ունի ամեն մեկը շրջաններ ունեն տարբեր որ եւ ես կարծում եմ որ մի փոքր մենք ժամանակ տանք իրենց տեսնելու եք որ նրանք էլ իրենց համար մեկ բևեռ լինելու եթե չէ արդեն միգուցե իրենք միավորվեն եւ իրենց շուրջ մյուսներին էլ վերամիավորեն դա ասած եմ այդ ամենը չկարս է փորձից ամենը չգալիս է իրենց անցյալից հիմա շատ են ներգրավում իրանց երեխաների եւ իրանց երեխաների ապագայի սիրո բայց այն որ այսօր ինչ են ասել մակերեսային մենք միացած ենք ես դա չեմ տեսնում ուժ էլ չեմ տեսնում դրանց միացումի ժողովրդի ընդամենը ամենալավագույն տեսակետով 5-ից 7% են ներգրաված այդ ամբողջ 60-70 կազմակերպության մեջ 93%-ից 93%-ը որևէ մեկին չեն պատկանում
բայց զարթոնք ունեցան այդ պատերազմի ժամանակ։ Ցավոք սրտի պատերազմից հետո էլ մեծ պառակտում սկսվեց եւ հանգեց նրան այդ պառակտման ընթացքը, որ արդեն 2 տարի ապրիլի 24-ին չի կազմակերպվում Հոլիվուդի մեծ ցույցը, որը կարծեմ 20 թե 30 տարի կազմակերպվում էր։ Կաթվածահար անելով Լոս Անջելեսի կենտրոնը, ամբողջ այս մեգապոլիսի ուշադրությունը բևեռելով ապրիլի 24-ի խորհրդին։ Իրենց Ամոթ չի համայնքի համար ամոթ էր, եթե օտար մեկ բան լինել, ANC երբեք այդպես բան չի պատահի, որովհետև ամբողջ մեկ ուժ իր մեջքին է։ Այս երեխաները պարտավոր էին իրենց ինքնությունը պահել։ Իրանք երբ ստեղծեցին որևէ եկեղեցի, որևէ կուսակցություն, իրանց հաշվի չառավ։ Եկան մեր բրենդի վրի Իրանայի միություն։ Ճիշտ է, դուք միշտ սատարել եք իրենց։ Ասենք, որ երեխաներ ասելով նկատի ունեք Միացյալ Հայ երիտասարդներ կազմակերպությունը 13 տարեկանից մինչև 30 տարեկան, որը ապրիլի 23-ին այս տարի հայտարարեց լուծարման մասին եւ այդպիսով մեսիջ ուղարկեց համայնքին, որ մենք չենք կազմակերպելու, մեզ մի նայեք, ինքներդ արեք եւ հույս կար իրենց հայտարարության մեջ, որ կունենանք մենք հետևորդներ, ովքեր մեր գործը կշարունակեն։ Բայց ես մի բան ասեմ, այդ երիտասարդները որ կազմվեցին, եկան, մենք էլ մեր ուժի չափ իրենց տեղ տվեցինք։ Եվ երբ որ ապրիլ 24-ին առաջի քայլարշավին պիտի գնային, ամենազարմանալի բան իմ կյանքից մեջ պատահեց։ Եվ ես շատ պարզ կասեմ, որ պատմությունը պիտի ասվի այնպես որ կա։ Մեր այդ միացյալ խումբը, որն են 3 կուսակցությունները բաները, այս երիտասարդներին դատի տվին։ Ասացին սրանք իրավունք չունեն քայլարշավ անեն, որովհետև սրանք հայ ժողովուրդը չեն ներկայացնում։ Ես վկաներից մեկն էի եւ Glender City-ի այն ժամանակ մենք դատարան գնացինք եւ բարեբախտաբար այդ դատարանը ասավ դուք արեք այն կողմին, ասած քաջալերեք, ստեկրիվ կլինի, բան կլինի, ասա պոլիսը դրա համար է։ Մենք իրաց պաշտպանելու ենք, ոչ ոք չի կարող այդտեղ պարակտում անի։ Այո, եւ երիտասարդները այնքան հաջող բե հատ խճողում, մեկ կռիվ, երբեմն չի բան չեղավ։ Եվ ամեն տարի 40-50 մենք որ նախան իրանք ամեն տարի բոլոր այդ 50-60 կազմակերպությունները հայտարարություններն այս միացրան են անում, ամենաշատը որ ունեցել ենք 10,000, որ շատ կարճ ճանապարհ են քայլել։ Իրանք որ եկան, միանգամից են ինչ եղավ, ամենը սկսան մասնակցել, սիրաշահել, բայց հասավ մի տեղի, որ տեսան, որ էլ արդեն այդ ծախսերը ժողովրդի հետաքրքրը իջավ եւ պատերազմից հետո ունեցան նորից 10-20 հազար հոգի եկան, բայց այն 70-80 հազարը չէին հավաքվում, բան չկար, ոգևոր ասում, այսքան արագ արդեն նորից ցեղասպանություն լա, այս ցեղասպանությունը կատարվում է այսօր բանում, Արցախում ինչ արեցիք։ Եկան օտանամներ, ջնջան 5000-ը մենակ զինվորներ կոտորան գնացին, այդ ցեղասպանություն չէր, ժողովուրդը հասկանում է այս ամեն ինչը, բայց մեր ղեկավարությունը, որ ընդամենը 7%-ի վրա ազդեցություն ունի, չեն հասկանում, այն 97%-ը բա ինչպես ներգրավենք։ Հենց այդ 97%-ներ այդ տարին մեկ այդ երթին մասնակցում կարծում եմ։ Բրավո, այո։ Եվ ընդամենը պետք է գլուխ կանգնել այդ շարժման։ Բայց նրանք չեն էտում անդամակցեն այդպես խորներին։ Ես կարծում եմ մինիմում մենք այդ ամբողջ կազմակերպությունները պետք է նվազագույնը 50% բան անեն։ Հիմա կա, ասեմ ինչպես։ Երեքածեցի բան կասեմ, պարախում կասեմ։ Ավելի շատ անդամ ունեն միություններ։ Կամ որոշ կուսակցություններ։ Իրապես եմ ասում։ Եվ իրենց ձեռնարկները գնում այդ մեծ սրահների մեջ 10,000 հոգի, 15,000 հոգի եւ այն պրոմոտորները, որ այսօր ասում են, իմանում են, որ այդ 97%-ը, ինչպես դուք ասեցիք, Թաթային սիրում է։ Չես կարող հերքես։ Թաթային բերում են 70,000 հոգի մարդ են տանում Լաս Վեգաս։ Ուրեմն տեսնում եք, հետաքրքիր կա, իրաց մշակույթը սիրում են, բանը սիրում են,
բայց ինչ ենք մենք իրաց մատուցում, որ իրանք ներգրավվեն, միասնականություն լինի։ Բայց պատերազմի ժամանակ եղավ, բայց բոլորը հուսախաբվեցին։ Այո, հանրարդարության ասեմ, որ Իրանահայ միությունը համանքի ամենաակտիվ կազմակերպություններից մեկն է, որ ամեն շաբաթ գրեթե միջոցառում ունեք, իսկապես հիանալի է, բայց դարձյալ միայն ձեր միության անդամների շրջանակն է հիմնականը, եւ էլի 97%-ը ոչ քաղաքականապես ակտիվ կամ հասարակական կազմակերպություններում ներգրաված, էլի չի մասնակցում։ Այսինքն թերևս հայրենակցական միջություններ են։ Այո, ձեզ ուղղակի աչքիս առաջ է, քանի որ իմ ստուդիան գտնվում է ձեր շենքում, ես իսկապես հիացմունքով հետևում եմ, որքան ակտիվ կազմակերպություն է։ Անխոնջ ծառայում եք կարծես համայնքին եւ տարբեր ոլորտի, տարբեր թեմաներով անընդհատ ներգրավվածություն ունեք, բայց կուզենայի այստեղ տեսնել հենց այդ ոչ ակտիվ համայնքը, ոչ ներգրաված համայնքը, որը կամաց խառնվեր, միանար, կարծես այդպես կղզիացած չմնար, որը կազմված է վերջին տարիներին Լոս Անջելես տեղափոխված հայերից։ Ես կարծում եմ նորից մի զարթոնք պիտի լինի։ Մի տարօրինակ մի բան պատահի։ Մեր ժողովուրդը շատ շուտ ոգևորվում է։ Հուսանք այս անգամ լավ բան։ Եվ շատ հուսախաբվում են եւ իրավունք ունեն։ Որտեւ մեր ժողովուրդը խելացի ժողովուրդը իրենց չի կարելի խաբել։ Շատ շուտ են հասկանում։ Դժվար է իրենց խաբելը։ Եվ երեք էր այստեղ որ մեծ միջոցառում կար, գուցե 40%-ից ավելը հայաստանահայ էին։ Բարեբախտաբար։ Որտեւ Աշոտ Ղազարյանի անուն էր եկել մեջտեղ եւ իրեն սիրողները բաներ, որը այստեղ էին, եւ առաջին ես զգացի ինչքան գեղեցիկ միքս է։ Երանի ոչ մեր բարբարով խոսողներ շատ լինեին, որովհետեւ Իրան ջոկերը լավ չեն ընկալում։ Հիմա տեսեք պարոն Բերբերյանը, որ ասում է, գնում եք ընդ 70-80%-ը սիրահայ կամ բերութահայ են։ Իրանայինը շատ են, հայաստանցիները սկսել են գնալ։ Բայց այդ բաները երբ որ կարծես համայնքական շատ ձևեր կան կարելի է մշակել, որ մենք մի համայնք ենք, ինձ միշտ ասում են հերս այդքան օրինակ բերում, հրյաներին օրինակ մի բեր, բայց իրականությունն է, որ հրյան իր լեզուն չի խոսում, ոչի չա, բայց երբ որ իր մեկ փուճուրի հայրենիքի համար որովե կոչ է լինում, բոլորը մեկ բերան, մեկ մարմնով մասնակցում են։ Մեզ էդի պատահավ, մենք փոխարեն այդ առիթը օգտագործեինք, դժբախտաբար ձախողեցինք։ Հիմա որևէ պատճառ, ձախողություն չեմ ուզում ասեմ այդ պատճառով եղավ, բայց ձախողությունը այն եղավ, որ դուք լավ գիտեք, ես լավ գիտեմ, նրանք որ մի փոքր տեղյակ են, որ ժողովրդի մեջը այդ ոգևորությունը չկա։ Հենց դա է, ես ամբողջ ընթացքում պատճառն եմ ուզում հասկանալ, որովհետև ինքս էլ չեմ հասկանում։ Պատճառը նա է, որ այդ 97%-ը հովիվ պետք ունի։ Այդ հովիվը այդ ամեն մեկը փոքր խմակներով չի բանելի։ Ըտրա հանելուկը հենց այդ Հարուրամյակի հանձնախումբին ման հանձնախումբ, Փան Արնյանի նման հանձնախումբ եւ տարբեր հանձնախումբ, որ մնացած 97%-ն էլ ասեն, էս ինչ լավ կազմակերպություն է, չնայած մեկը այս կրոն ունի, մյուսը այն կրոն ունի, չնայած այս վարժարանն է դու, բոլորը մի բանի մեջ միասին են։ Բոլորը հայ են եւ իրանց երկիրն են պաշտպանում եւ հզոր հայրենի գալիս է հզոր սփյուռքից եւ առանց հզոր հայրենիքից իմ տեսակետով, իմ կարծիքով հզոր սփյուռք չի կարող գոյություն ունենալ։ Պետք է աշխատենք։ Ինչպես եք տեսնում վաղվա հայ համայնքը։ Գիտեք, մի անգամ Ռիչարդ Հովհաննիսյանը ասաց հարցազրույցում ասաց, որ երրորդ սերունդը վտանգի տակ է, հայի երրորդ սերունդը Ամերիկայում վտանգի տակ է, լեզուն չի խոսում, արմատից հեռացած է լինում հիմնականում։ Դուք ինչպես եք տեսնում համայնքը եւ այդ իմաստով ինչ որ փոփոխություն տեղի է ունեցել։ Ես հակառակն եմ տեսնում, բարեբախտաբար։ Ես նայում եմ իմ երկու երեխաներից, որտեղ դեռ շատ երիտասարդ են, 5 հատ թորնիկ ունեմ։ Ես առաջից երեխան ծնված եւ երբ որ
46 տարեկան եմ։ Սա ուրեմն այդ տարիքին որ մանկապարտեզա գնացել, դպրոցա կանացի եւ հիմա բիզնեսմենա 37 տարեկան են տեսել եմ։ Այն առաջները շատ հետաքրքիր էր։ Աղջիկս մոր եկավ տուն, տտղես։ Ասա, պապա, ես պարսկահայ եմ, բեյրութահայ եմ, թե հալեպահայ եմ։ Ասամ ինչու։ Ասա մեզի կանչել են, հիմա դա փոխել են։ Ասացին, որ դու հայերենի դասընթացները որ մեկն ես ընտրում։ Չեր կարողանում հասկանալ, որտեղ իր մայրը որ մահացել էր հալեպցի, հայրը եւ Բեյրութ ապրած, եւ ես պապս հայրս Թիֆլիսեցի, մայրս Ճուղայի շրջանից եւ ես Պարսկաստանից ծնվել։ Խեղճ երեխա, ինչ պիտի պատասխաներ։ Խեղճ, այն որ փոքր էին, կարծում էին, որ հայերենը երկու տարբեր լեզու է։ Մեծ մամի հետ մի բան էին խոսում, մյուս մեծ մամից տարբեր։ Օրինակ ասեմ, ես միշտ տպավորվեր է։ Աղջիկս նստած էր, դուռը բարձր։ Այդ մասկանին իմ կնոջ մաման էր դες անցնում։ Ասա մեմա հաջիս, այն դուռը գոցի։ Չլսավ։ Այդ վարկանին իմ մամես եկավ։ Վարդուշ մեծ մամ։ Այդ դուռը կողպի խնդրում եմ։ Դու տեսեք, որ մե բարիրա չի պատասխանում, բայց հիմա երբ որ մեծացան, իմ տղիս բոլոր ընկերների մեծ ամասուջախ մեծ ամասուջունը բոլորը հաստացի են։ Եվ իրար հետ բիզնես են անում, իրար հետ կապված են, սրանք ընդրանցից են սովորում, նրանք այս կապից են սովորում եւ իրանք շատ լավ իրար հետ յոլայնետում, իրանց գրուպներ ունեն եւ ես կարծում եմ, իմ կարծիքով, մոռացեք հայերեն ինչքան լավ են խոսում, հայերեն ինչքան լավ են երգում, գնում են այն ճանապարհին, որ հայ լոբին, հայ համայնքը լինելու է ավելի զորավոր իմ կարծիքով հույսով հրյա լոբից ավել, որտեղ իրանք հիմա աշխատում են բարձրանան, իրար չնախանձեն, իրար ոտը չքանդեն, ավելի շատ տեսնում են իրար օգնելով, ավելի լավ է, քան թե իրար նախանձելով ձևականություններով, եւ այդպեսով ես տեսնում եմ, մեր ուժը հիմա Կալիֆոռնիա եւ Նյու Յորք այնքան ուժեղանալու, որտեղ հայերը իրանց ծնողների ինչ որ չանեն հայության համար, իրանց երեխաներին կզոհեն իրանց ամեն ինչին։ Եվ այդ սերունդը ես տեսնում եմ, որ կարող է հայության հետ այդքան չի առնչվում, այդքան հետաքրքրված չի, բայց իրանց հայ արմատը, իրանց հայությունը, հպարտությունը տարբեր բան է։ 10-15 տարվա մեջ մենք ունենալու ենք շատ ուժեղ համայնքներ, մեծ պաշտոնյաներ, կառավարական կամ գիտական ասպարեզում ինչպես հիմա գա, եւ դրանք են ուժը։ Այսօր երբ որ Թրամփը կամ Բայդենը գալիս է մի քանի հայա ներգրավում, դրանք ազդեցություն ունեն։ Հիմա ավելի աշատանալու։ Որտեվ գիրթեն, այո, դա Աստվածը տալիս է, Աստվածը քեզի, ասում դու առաջ կնես, քեզի կօգնեմ։ Ճիշտ է։ Ամենասպան Աստված մեզի կօգնի։ Չէ, մեր բռնցքամարտիկներից մեկի հետ ինտերվյու էի անում տարիներ առաջ, ասաց, դե ես լավ պարապել եմ, կողքից էլ Աստված որ մի քիչ օգնի կհաղթեմ։ Այո։ Հիմա կարևորը որ մենք անենք, Աստված կողքից օգնի, ոչ թե դուքներս դնենք Աստծո վրա։ Մոքի ման ասում ոտ։ Դրանից ասում են, որ ինչպես է, ասում ես շատ զայրացած եմ, եկել եմ այստեղ։ Ասում ինչու։ Ասում այդքան անարժեք մարդիկ կային, սրանց ամենին կարողություն տվար, հարստություն տվար։ Ես այս աղքատության մեջ մեռամ։ Ասում այսինքն ես ինչ պետք է քեզ համար անեի։ Ասում այդ մարդիկ այդքան որ լոտարիա են տանում, հա։ Մա դարձի ես էլ բան լոտարի տելեմ։ Ասում դու լոտարի տոփսա գնեցիր։ Ինչ շանս տվեցիր քեզ օգնել։ Ուրեմն առիթը բոլորիս համար կա, բայց մենք նստենք Ռուսի հույսին, կամ Ամերիկայի հույսին, կամ Եվրոպայի հույսին։ Ձեր լավատեսությունը իսկապես ոգևորում է եւ վարակիչ է եւ կարծում եմ դա նաեւ ձեր միշտ եռանդուն ու երիտասարդ լինելու գաղտնիքն է։ Հույսով եմ։ Բոլորս հույսով ենք։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ եմ ձեր գնահատանքի համար։ Ցտեսություն։